Արամ, այս պահին մենք գտնվում ենք Կարմիր հրապարակում, քեզ հատուկ եմ բերել այստեղ, որ հաղորդման մի հատվածը շարունակենք այստեղ, սա որոշ հայերի համար թե Հայաստանում գտնվող, թե Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հատուկ վայր է այն քաղաքական գործիչների համար, ովքեր այս պատերից հեռու չեն գնում։ Այո, եւ շատ հատկանշական պահ, որովհետեւ Արթուր, այս պատերը մեր պապերի հաղթանակի արդյունք է, Մարշալ Բաղրամյանի, մեր մյուս հերոսների, որոնք ի տարբերություն այսօրվա այդ գեներալ կոչված թռածների, այդ պետության դեմ գործողների երկի են ազատագրել, հայ ազգի հերոս են եղել եւ չեն գործել պետության, պետականության, հայ ժողովրդի դեմ, այլ ընդհակառակը մեր ժողովրդի անունը բաց են պահել մինչեւ այսօր եւ ես ուզում եմ նշեմ, որ շատ մեծ ավանդ մենք ունենք նաեւ այս հրապարակում որպես հայ ժողովուրդ, բայց ինչն է շատ կարեւոր այսօր Արթուր, որ տեսեք, ինչ որ ստեղ պատերի տակ եկե վեր են ընկե գլուխները կախ պետության դեմ են գործում հաչում, ման ենք գալի իրանց Արթուր, մի քանի օր Մոսկվայում ենք գտնում եւ այդ թռածներին ենք ման գալի, զանգում ենք հեռախոս չեն պատասխանում, փախած են ուղակի, թողես մեծ խոսան, մտել են իրանց կանգա տրուսիկի ռեզինի մեջ, բայց նորից եմ նշում, որ հարգելի ֆուցններ, մենք ձեզ բացահայտելու ենք, ձեր վզից բռնելու ենք, ուզում ա փախնեք, ուզում ա գաք մտնեք այս պատերի ծակերը, այս ծակերից ենք հանգելու բերենք Հայաստան, հանձնենք արդարադատությանը եւ հունիսի 7-ից հետո ուղղակի այդ տուֆտեքին, այդ Կիրիենկոյի քութիկներին, Քոչյանի գլխավորությամբ մենք որոշել ենք Լենինի կողը տանենք, փռենք դրանց քաղաքական տեսանկյունից, բայց Լենինը մեղք է։ Տանենք Սովետաշենի Զիբլյանոց կբրախենք, իրանց ընտանիքներով հանդերձ։ Արամ, շատ քաղաքական գործիչներ Հայաստանում գտնվող առավոտից երեկո խոսում են Ռուսաստանի Դաշնության մասին, Կրեմլի մասին, Կրեմլի զորության մասին եւ այո, երազում են ինչու՞ չէ նաեւ պատերը լպստել։ Այո, նրանք Կրեմլում գիտեք ինչ կարգավիճակում են, ասենք Պուտինի պահակի, այդպես շոֆերի տան պահակի մոտ ճտություն են անում, ինչ որ կանգան են նվերները առնում, իրանց են ներկայացնում, սենց տասովչիկի կարգավիճակում են իրանք ստեղ, ոչ իրանից բան են ներկայացնում։ Այդպես քութիկի կարգավիճակում ասում եմ, դրանց պապաները ուղղակի համարվում են, ինչպես ասում են, այդ Պուտինի այդպես տասովչիկների շոֆերները։ Իրանց մոտ աֆիցիանտ կային աշխատում, իրանց կեանիք իրանց երեխեքի հետ գան աֆիցիանտություն անեն, ուստեղից մեծ խոսան, բար այ լրբի տեղեք եկել ենք ձեր երկրում ոնց որ դուք ասում եք, կայնենք կենտրոնում զանգում ենք ձեզ, ում զանգում ենք հերոսանջատը փախել է, ոնց որ Հայաստանից են փախել։